Հույսը ձեր որտեղից, որ սահմանադրական դատարանը երկրորդ փուլ այսպես Երջասի հույս ունեմ, ասիկ տեսնենք, իրենք այդ հնարավորությունը ամենայն դեպս ունեն։ Եթե չի լինում, դուք վերցնում եք, կապված եք վերցնել մանդատները։ Ձեր պլան բեն դուք միշտ ասում եք, մենք ուժեղ ենք հաղթելու ենք, մենք ուժեղ ենք հաղթելու ենք, բայց ինչ պարտադիր է պլան բեն։ Եթե ուժեղ չլինենք, Փաշինյանը կմիանար, մարդը կոչ է անում, որ դուրս գան իր դեմ, դուք այդպիսի բան տեսել եք պատմության մեջ։ Մարդ ազգային ժողովի ամբիոնից կոչ է անում, որ ինձ վռնդեք։ Հիմա դուք այդ կոչին եք հետևելու պարոն Կարապետյան Նիկոլ Փաշինյանի ասած կոչին։ Չէ, ես սպասում եմ մյուս քաղաքական ուժերի կոչերին։ Բա ինչի են հապաղում։ Ով պետք է չի հապաղել։ Կնշեք անունները, ովքեր են, որ մինչ այս պահը ձեզ հետ կապի են դուրս եկել, կամ եկել են, քանի որ դուք տնային կալանքում եք Շատ ուժեր են կապի դուրս եկել, շատ ուժեր հայտարարել են, դրա համար օրը կգա, դուք ամեն ինչ կտեսնեք, հետո դա չի նշանակում միայն կուսակցություններին, նույնիսկ անհատ շատ ազդեցիկ մարդիկ էլ են միանալու։ Լիդերների հանդիպումը երբ է լինելու, պարոն Կարապետյան։ Հստակով կա։ Հիմա սպասում ենք սահմանադրական դատարանի որոշմանը, որովհետև դրանից կախված է ինչ հանդիպում ենք մենք պլանավորում։ Եվ նաև այդ հանդիպմանը կորոշվի մանդատներ վերցնել, թե ոչ։ Եվ այդ հանդիպմանը մանդատներ որոշելուն մենք ժամանակ ունենք, մինչև ամսի քանիս ունենք ժամանակ։ Մինչև հուլիսի ավարտ։ Մինչև հուլիսի վերջը ունենք, մենք այդ ընթացքում նորմալ պայքարելու ենք օրինական մեթոդներով։ Դե ամեն օր տեսնում եք, բա Վարդևանյանը ամեն օր Մենք չեք տեսնում Վարդևանյանին տեսնում ենք, բայց իրականում ձեր ցուցակում մարդիկ կան, որ մեզ այդ զրույցում ասում են, որ իրենք